Փաշինյանն ասել է, որ հայոյելն անթույլատրելի է, ձեզ ով բերեց այդ հայոյելու մշակույթը մեր մեջ։ Փաշինյանը ինքն է միշտ հայոյել, ամենասկզբից ինքն է հայոյել։ Շատ ճիշտ ասում Փաշինյանը, որ հայոյել չի կարելի ընդհանրապես։ Կաթողիկոսի հետ կապված իր գրառումներ եւս հայոյախառն բառապաշար ունեին իրենց մեջ։ Հա։ Ցանկալի լինի, որ այդպիսի բառապաշար չլինի ընդհանրապես։ Եվ այդ հարցը լուծվի խաղաղ լուծվի այդ հարցը եկեղեցականների հետ։ Ցանկալի կլինի, որ այդպես լինի։ Ժամանակները իր աշխատած 7 տարվա բերեց ամեն ինչի։ Մարդիկ ինքնասպան են լինում, այսօրվա գիշերվա դեպքերը շատ ահավոր վիճակը, ահավոր։ Կոտրվել է ձեռքը, որ առաջի անգամ իրեն ձայն եմ տվել։ Բավարար է այդքան։ Ինչքան հնարավոր է շուտ վերջը տանք իրա ստեղից գնա կամ սպան լինի, թեկուզ։ Փաշինյանն ասում է, որ հայոյելը անթույլատրելի է, ձեզ այդ հայոյելու մշակույթը միջավայրով բերեց մեր մեջ։ Ես մի բան ասեմ, հայերի մեջ միշտ եղել է հայոյելը, իսկ ղեկավարության մեջ հիշեք ազգային ժողովը առաջվա ինչ էր կատարվում։ Այդքան բան կարող եմ ասել, դուք արդեն ինքներդ ինչ ասեմ, մտածեք, որ երբվանից է դա եկել, դա միշտ եղել է եւ տենց էլ գնում է։ Միշտ էլ անթույլատրելի է, այնպես չի, որ հիմա թույլ են տալիս այն ժամանակ, որ միշտ էլ դա հայոյելը երբ թույլատրելի եղել, բայց ու բազմակետ, այդքան բան։ Իրենք, ղեկավարները, իրենք են ստիպում, որ մարդիկ հայոյեն, բարկանան, անեն ինչ որ չի կարելի անել, այդ զայրույթը ստեղծեն։ Եթե մի ղեկավար ասի, կարաքի փոխարեն օգտագործեք սող, շատ օգտակար է, ժողովուրդը ոնց կարող է չբարկանա, չհայոյի։ Այնպես որ իմ բարի լավ ժողովուրդը մնացել է այնպես ինչ որ կա, իրենք չարացել են, ժողովրդին էլ չարացրել։ Հենց իրանք է ստեղծում են։ Այդպես բան չկար առաջ, մինչև իրագալը։ Իրանք է ստեղծում են։ Մարդիկ արդեն չգիտեն ոնց խոսան, որ հասնի։ Իհարկե հայոյելը չի կարելի բնականաբար, իսկ ով է ձևավորում, նախ գալիս է ընտանիքից, փոքրուց, պիտի երեխային դաստիարակել, որ հայոյելը, այո, իհարկե սխալ է եւ անթույլատրելի է։ Իսկ երբ որ այդ հայոյան քննչումը քաղաքական ամենակարևոր կառույցներից երկրի։ Դե իհարկե անթույլատրելի է։ Նախ սկսենք վերևից, նախ ընտանիքից, հետո վերևներում արդեն պիտի հասկանան, որ եթե պարտադրում են, որ հայոյելը սխալ է եւ չի կարելի հայոյել, մենք դաստիարակում ենք երեխաներին, իրենք էլ պիտի ինքնադաստիարակությամբ զբաղվեն, իրենք չհայոյեն։ Շնորհակալություն։ Ժողովուրդը, ուրիշ ոչ ոք։ Իսկ երբ որ երկրի կարևոր կառույցներում, սոցհարթակներում քաղաքական գործիչների հայոյանք է լսվում։ Իրենք էլ են ժողովուրդ, իրենք էլ են մարդ եւ իրենք էլ են հունից դուրս գալիս, ուղղակի զսպվածությունն է մի քիչ բացակայում, մանավանդ տղամարդկանց, ինչու՞ չէ նաեւ կանանց։ Իրենք էլ են ժողովուրդ են, որոնք որ հունից դուրս են գալիս, բայց այդ զսպվածությունը պիտի պահպանեն, անկախ նրանից իրենք ղեկավար կազմում են, թե ինչ-որ հասարակական մի վայրում։ Տհաճ է ամեն դեպքում այդ հայոյանքները, անկախ պաշտոնից, անկախ մարդու տեսակից, բայց կա մեր հասարակության մեջ, դա կա նաև բարձր պաշտոն ունեցողների մեջ, որը որ ցանկալի չի։ Փաշինյանն ասում է, որ հայոյելն անթույլատրելի է, ըստ Ես քաղաքացիության հետ չեմ սիրում զբաղվել։ Փաշինյանն ասում է, որ հայոյելն անթույլատրելի է, ձեզ այդ մոտեցումը հայոյելու ով է մեր ձևավորում։ Ես Փաշինյանի կողմնակից եմ, ինչ էլ ասել։